Մեր դիտակետում է հետ համաճարակային եւ հետ պատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Հարցազրույցներ։ Ոչ թե չլինի, քննարկումներ, այլ պետք չի sense դնել ու խոշորացույցով այդ ամեն ինչին նայել։ Մասնագետի կարծիքներ, հասարակության շրջանում հարցախույզեր։ Ոչ մի անգամ կաթի արժեք։ Այս ամենը Միք մարզային ռադիոկայանի եթերում։ Միք մարզային ռադիոյի եթերում հետ համաճարակային եւ հետ պատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում ծրագրի հերթական հաղորդումն է, որի շրջանակներում խոսելու ենք անշարժ գույքի եւ մասնավորապես բնակարանային վարձակալության մասին։ Ձեզ հետ է Նայնե Մաթևոսյանը։ Այս անգամ մեր ռադիոհաղորդումը փոքրինչ տարբերվում է նախորդներից։ Հաղորդման հյուրերից մեկի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շուկայագետ Աննա Նազարյանի հետ միացել ենք օգտագործելով մերօրյա տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից ընձեռնված լայն հնարավորությունները։ Հաղորդման մյուս հյուրը տնտեսագետ Վանաձորի պետական համալսարանի դասախոս Հրայր Պապոյանն է։ Նոր կորոնավիրուսը կամ COVID-19 եւ Արցախյան գոյամարտը ուղիղ հարված հասցրեցին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, այդ թվում նաեւ անշարժ գույքի շուկային։ Կադաստրի կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի հունվար-մարտ ամիսներ Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 40494 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 2225-ով։ Դիտարկման են արժանացրել առաջին եռամսյակի տվյալները հաշվի առնելով, որ COVID-19 իր լիարժեք ազդեցությունը սկսեց թողնել 2020-ի մարտ ամսից սկսած։ Եվ սկսած COVID-ի առաջին իսկ օրերից անշարժ գույքի գործակալությունները պասիվացել են։ Պակասել են ինչպես նրանց դիմող գնորդները, այնպես էլ վաճառողները։ Համավարակը հանգեցրել է գործարքների հետաձգմանը կամ ընդհուպ մինչև չեղարկմանը։ Անորոշությունը մարդկանց ստիպել է առայժմ զերծ մնալ խոշոր գործարքներից։ Այս եւ բազմաթիվ այլ գործոններ բացասաբար են ազդել անշարժ գույքի շուկայի վրա։ Ինչպես է բնութագրվում այսօր անշարժ գույքի շուկան հետ-քովիդյան եւ հետ-պատերազմական Հայաստանում եւ մասնավորապես Լոռու մարզում, ինչ տենդենսներ են նկատվում այս շուկայում ընդհանուր գծերով եւ որոնք են դրանց հիմնական պատճառները, հարցս ուղղում եմ Տիկին Նազարյանին։ Իրականում, եթե խոսենք այսօրվա մասին, այսօր արդեն իսկ ունենք դրական տենդենս անշարժ գույքի շուկայում, եթե մի փոքր հետ գնանք, սկսենք տարեսկզբից, ապա նշեմ, որ դեռևս տարեսկզբին ունեինք նվազումների եւ քանակների առումով գործարքների եւ նաեւ գնային։ Սակայն մոտավորապես մայիս ամսից տենդենսը փոխվեց, ապրիլ-մայիսից արդեն դրական, այսպես ասեմ, ընթացք նկատվեց, մասնավորապես եթե մայիսը խոսենք, մայիս ամսին գրանցեցինք արդեն իսկ 16083 գործարք, որը ապրիլի համեմատ 26%-ով աճեց։ Եվ այդտեղ նաեւ կարեւորում եմ նշեմ, որ նաեւ ունեցանք գնային աճ, եթե ավելի այսպես նեղացնեմ, գալով ի սկզբանե, քանի որ մեզ խոսում էինք Լոռու մարզի հետ կապված, ապա այստեղ կարող եմ առանձնացնել, որ Լոռու մարզում գրանցեցինք 1023 գործարք, որը եւս ապրիլի համեմատ 1.5%-ով աճ էր։ Եթե մի փոքր բացենք առողջարկ վարձակալությանը անդրադառնալով, ապա այստեղ էլ գրանցեցինք աճեր, առողջարկը մոտավորապես 12.5%-ով աճեց, ապրիլի համեմատ վարձակալությունը կար դրական միտում 71%-ով նաև վարձակալություններ աճե, խոսքը գնում է Լոռու մարզի մասին, դեռևս այսպես տեղային եմ էլի խոսում, այո։ Ճիշտ ասած ավելի հունիս ամիսը դեռևս մեր կողմից վերջնականորեն չի ամփոփվել, նոր ենք վերլուծական աշխատանքը կատարում, բայց այսպես ընդհանուր որ ասեմ, պիտի ուզում եմ նշեմ նաև, որ այս ամիս արդեն իսկ 18050 գործարք ենք գրանցել, հունիսի մասին է խոսքը։ Արդեն մոտավոր այսպես նշմարվում է, որը միանշանակ շուկան ակտիվանում է, այն ամսեամիս պարբերաբար զգում ենք դա։ Եվ տենդենսը կարծում եմ պիտի որ շարունակական լինի։ Պարոն Պապոյան, տնտեսագետի դիտարկումներով ինչ տենդենսներ են նկատվում այս ոլորտում։ Հատկապես այդ կովիդյան եւ այդ պատերազմական շրջանում անշարժ գույքի շուկայում պետք է նկատվեր որոշակի սառեցման տենդենս, քանի որ հիմնականում դրանք արդյունք են լինում նաև տնտեսական դժվարությունների, որոնց հանգեցրել էր կովիդը եւ պատերազմական իրավիճակը։ Սակայն մենք ունեցանք որոշակի սպეციფიկ իրավիճակ,
մասնավորապես Երևան քաղաքում անշարժ գույքի բնակավարձակալության գների անկում չգրանցվեց, քանի որ կապված տեղահանվածների հետ որոշակի պահանջարկի աճ առաջացավ անշարժ գույքի մասնավորապես բնակարանների եւ դա պահեց որոշակի բարձր գնի պայմաններում։ Ներկայումս անշարժ գույքը ամբողջ հանրապետությունում նաեւ վերականգնվող փուլում է անշարժ գույքի շուկան, որոշակի պահանջարկ կա մասնավորապես մեծ քաղաքներում, մասնավորապես Երևանում վարձակալության բնակարանների պահանջարկը բավականին մեծ է, նաև ամսամիս ավելանում է անշարժ գույքի գործարքների թիվը եւ շուկան գտնում է վերականգնման փուլում եւ որոշակի աշխուժացում է նկատվում կապված տնտեսական կանխատեսումների եւ որոշակի իրավիճակի լիցքաթափման հետ։ Այո, ունենք արդեն եւ աճեր եւ քանակային եւ գնային։ Անկեղծ ասած, երբ խոսում էինք մեր գործակալությունների հետ, նրանք եւս նշում էին, որ որոշակի աճ ունեն։ Դրական տենդենց կա, այո։ Եվ դրանց հիմնական պատճառները, ինչպես կարելի է բացատրել։ Տնտեսապես բավականին ծանր վիճակում է գտնվում այսօր մեր երկիրը եւ բնականաբար մարզերը շատ ավելի վատ վիճակում պիտի հայտնվեն եւ տարբեր գործոններ կան, որոնք ազդում են դրա վրա։ Հատկապես անշարժ գույքի շուկան դրանից շատ ավելի է տուժում, բայց իրականում մենք ունենք որոշակի աճ։ Ինչպես կարելի է իրականում, տեսեք, եթե մի փոքր ավելի հետ գնանք, իրականում 20 թվականից COVID-ից եթե սայնս գալով գանք, ընդհանրապես այս 21-21-ն է դեռևս շատ անկայուն տարիներ էին։ Եթե հետ նայենք, COVID-ից սկսած ունեցանք շատ նվազումներ, բնականաբար դա կապված է լոկդաունի հետ կապված, հետո այնտեղ սահմանափակումներ էին, գրասենյակներն էին մեր փակ, չնայած մենք այդտեղ մի այսպես կարճ գովազդ եմ նաև կադաստրի կոմիտեն, մենք on-line հարթակ ունենք, որը շատ փրկեց դրությունը, այդ հնարավոր է գրեթե այսօր 99%-ով հնարավոր է բոլոր գործարքները on-line անել առաստանից դուրս գալու։ Ինչ որ ձևով փրկեց շուկան։ Այդպես բարբերաբար 20 թիվը ասենց ամփոփելով եկանք սեպտեմբեր ամիս, երբ որ արդեն իսկապես շատ բարձր թվեր ունեցան, վերջապես գործարքները աճեցին, որից հետո ինչպես բոլորս գիտենք, դժբախտաբար պատերազմը սկսվեց, բնականաբար հոկտեմբեր, նոյեմբերը դա սարսափելի ծանր ամիսներ էին, ես կասեի ամբողջ երկրի համար, այստեղ ոլորտները չեմ տարանջատում, տարօրինակ ձևի նոյեմբերը շատ մեծ աճ գրանցվեց, մոտավորապես ունեցանք 75% աճ գործարքների։ Ինչի հետ է կապված։ Այո, նշեմ, ճիշտ ասած, թե հաշվի առնելով, որ այնտեղ ունեցանք ահագին մարդ եկավ նաև Արցախից, կապում ենք նաև դրա հետ, այստեղ եւ վարձակալություն եւ առողջարքը այստեղ քաղաքանի սեփականություն ձեռք բերեցին, դրա հետ կապված ինչ որ ձևով նաև դա փրկեց։ Իսկ պետական աջակցության ծրագրեր թե ընթացքում են դեռևս չունեին։ Այո, պետական աջակցության ծրագրերը իրականում, եթե շատ ավելի հետ գնանք, տեսեք, արդեն 18-19 թվականներին, 18-ի վերջ, ես կասեի, երբ որ շատ ծրագրեր այնտեղ ներդրվեցին, նաև երիտասարդ ընտանիքների հետ կապված սուբսիդավորումներ կա, տոկոսադրույքների, մայր գումարների հետ կապված, դեռ այդ ժամանակվանից բավականին ակտիվ վիճակ էր։ Ճիշտ ասած, այդպես ոնց որ եկավ 20 թվականին COVID-ը կոտրեց, հետո պատերազմը, հիմա նորից ոնց որ այսպես ասեմ վերածնվում ենք, բացի այդ այստեղ շատ կարևոր է, որ եկամտահարկի ծրագիրը, չգիտեմ ոնց է թե չէ, դա մի պա խոսակցություն կար, որ պիտի հանվի նախագիծը, բայց դեռևս չի հանվել կա, հետևաբար դա եւս նպաստում է, որ պետական ծառայողներն էլ օգտվեն եւ ընդհանրապես, այսինքն գրանցված աշխատողները։ Եվ նաև այստեղ շատ կարևոր է կառուցապատողի դերը։ Եթե նկատել եք, այս պայն բավականին ակտիվ է նաև շինարարությունը։ Եվ հաշվի առնելով, որ պետության կողմից բազմաթիվ աջակցություն են տրվում եւ տոկոսադրույքների, այնտեղ կարծեմ երրորդ երեխայից հետո ինչ որ բաներ կա մարզային բնակիչների համար, ես այդպես մանրամասն չգիտեմ, ավելի շուտ բանկերը դա կասեն, բայց մեզ են շատ զանգ տալիս տարբեր հարցերով, գիտեմ, որ մի շարք հետաքրքիր լավ ծրագրեր կան, բավականին այսպես բարենպաստ շուկայի համար։ Առաջնային եւ երկրորդային շուկա։ Տիկին Նազարյան, որն է առավել ակտիվ Լոռու մարզում, ինչով է դա պայմանավորված, եւ այն շինարարական գործընթացները, որ ինչպես նշեցիք ձեր խոսքում, ակտիվ են արդյոք մայրաքաղաքում, ինչպիսին է վիճակը մայրաքաղաքից դուրս եւ մասնավորապես Լոռու մարզում։ Դե տեսեք, իրականում առաջնային շուկան, ինչպես բոլորս գիտենք, դա կառուցապատողից գնված բնակարան անշարժ գույքն է։
Դա այսօր ճիշտ ասած մենք հանցկադաստրի կոմիտեի կողմից առանձին այդպիսի վերլուծություն չենք անում առաջնային եւ երկրորդային շուկայի տարանջատում չեմ անում գների, սակայն նախատեսում ենք հենց այս առաջին կիսամյակում նախատեսում ենք նմանատիպ վերլուծություն իրականացնենք Երևանի մակարդակով դեռևս, քանի որ մարզերում կա ակտիվություն, իհարկե Վանաձորում է կա, Գյումրիում է, մեծ քաղաքներում նկատվում առաջնային շուկա, բայց ոչ այդքան մեծ ոնց որ մասշտաբների, հետեւաբար տենց առանձին թվեր չեմ կարող ասել, բայց ուզում եմ նշել, որ կոնկրետ Լոռու մարզի խոշոր քաղաքներում մայիս ամսին բավականին աճ ունեցանք գնային, մասնավորապես Վանաձորում 85,000 գրանցեցինք, մի քառակուսի մետրի արժեքը, որը անցած ամսվա համեմատ մոտավորապես 3%-ի աճ գրանցեցինք։ Նմանատիպ հետաքրքիր պատկեր ունենք նաև Ալավերդի, Սպիտակում, Ալավերդիում։ Փոքր քաղաքներ այնտեղ Թումանյան, Աղցալաշամլուղ, այնտեղ ոնց որ մի փոքր պատկերը նույնն է դեռևս։ Գործակների քանակները այդպես շատ չեն գրանցում, հետեւաբար առանձնապես գնային ինչ-որ փոփոխություն, ակտիվություն դեռևս չկա, այսպես ասեմ, իսկ ինչ վերաբերում է կառուցապատողներին, դե կառուցապատողների հետ կապված նշեմ, որ այստեղ ակտիվություն չկա ծրագրերով, քանի որ հիմնականում եկամտի վերադարձը կատարվում է կառուցապատողից գնելու դեպքում, հետեւաբար այսպես առաջնային շուկան նաև դրա հետ կապված բավականին ակտիվ է։ Երկերը ակտիվ է պահում։ Սովորաբար պահանջարկի նվազման դեպքում նվազում են նաև հատկապես անշարժ գույքի գները։ Իհարկե, ունեցանք նաև այսպիսի պատկեր, իհարկե։ Իսկ ինչ միջակայքում են տատանվում այս շուկայական գները, ինչպիսին են ձեր վերլուծությունների արդյունքում կան նման։ Եթե Երևանի, իհարկե կա, եթե Երևանի, այսպես Երևանով Երևան քաղաքի միջակայքում, ապա ամենացածր գինեն Վարաշենում են գրանցել, ամենաբարձրը իհարկե կենտրոն համայնքում է, իսկ եթե անդրադառնանք մասնավոր դեպքում Լոռու մարզում, ապա պիտի նշենք, որ ամենացածր գին գրանցել ենք Թումանյան քաղաքում, մի քանի մետրի արժեքը 20,000 դրամ է, իսկ ամենաբարձրը Սպիտակ քաղաքում 91,500 դրամ է, մի քառակուսի մետրի արժեքը։ Զարմանալի է, որ ոչ Վանաձորում, այլ Սպիտակում։ Վանաձորում, այո, Սպիտակում այսպես հաշվի առնելը, որ Սպիտակում էլ ունենք որոշակի այնտեղ բավականին կառուցապատման ծրագրեր եղան։ Նորակառուցանքերի հետ կապված գուցե դա եւս նպաստավոր էր։ Այ մենք դրսից անդադ եկամուտներ ստացող երկիր ենք, հա, արտագնա աշխատանքը մեծ չափերի է հասնում, բայց COVID-ի եւ պատերազմի շրջանում այդ եթե նույնիսկ կային ֆինանսների ներհոսք կար, դա գնում էր ամբողջությամբ հատկապես պաշտպանական նպատակների կամ COVID-ից կամ պատերազմից, այ այդ տրանսֆերտների ազդեցությունը դրանց պակասելը, այ ինչպիսին էր անշարժ գույքի շուկայի վրա։ Դե իրականում միանշանակ այդ COVID-ի փուլում, ինչպես արդեն նշեցի, միանշանակ դա զգացինք, ոչ միայն տրանսֆերները պակասեցին, նաև բացի տնտեսական ակտիվություն անկում ունեցանք եւ կա ամենակարևորը ստեղծում, որ կա սպասողական տրամադրություն նաև մարդկանց մոտ եւ դրսի եւ այստեղ, այսինքն այդ անորոշությունը բերեց սպասողական տրամադրությունը, հետեւաբար մարդիկ որևէ ֆինանսական գործարք անելուց մտածում էին անել թե չանել, թե ինչպես փոխվի իրավիճակը, կարծում եմ ամեն ինչ դրա հետ էր կապված։ Բնականաբար, բայց չգիտեմ, իմ կարծիքով այս պահին որոշակի կայունություն կա, չէ՞ արդեն իսկ երկրում կապված եւ COVID-ի հետ կապված թվերը բավականին նվազել են։ Նաեւ քաղաքական պատկերն էլ է, քիչ թե շատ կայունացում ունենք, կարծում եմ նույնիսկ այս դրական միտումը այս պահին որ գրանցում ենք, նույնիսկ դրա հետ է կապված։ Պարոն Պապոյան, տնտեսագետի տեսանկյունից ինչ պատկեր ունենք։ COVID-ին ու պատերազմին հետևեց քաղաքական անկայուն վիճակը, ապա ընտրություններ։ Այս ամենի ֆոնին ավելացավ նաև դրամի արժեզրկում, ինչ ազդեցություն ունեցավ սա անշարժ գույքի շուկայի վրա։ Գիտեք, ոչ թե շատ դրամ-դոլար փոխհարաբերություններն է կամ կայունացումը, այլ միջազգային շուկաներում հիմնականում գնաճն է ամբողջ աշխարհում, քանի որ ամբողջ աշխարհը հետ COVID-յան ժամանակահատվածում գտնվում է վերականգնման փուլում, ավելացել է պահանջարկը բոլոր տիպի ապրանքների նկատմամբ, ավելացել են վառելիքի գները, ավելացել են հանքահումքային ռեսուրսների գները, եւ դա հանգեցել է նաեւ շինարարության թանկացման, այս մենք ունենք շինանյութերի, ինչպես նաեւ շինարարական պարագաների գների աճ, ունենք որոշակի ծավալով վառելիքի եւ ծառայությունների գների աճ, որը հանգեցնում է շինարարության ինքնարժեքի աճի, որը երկարաժամկետ կամ միջնաժամկետ տևվածքով հանգեցնելու է անպայման անշարժ գույքի գների աճի։ Մանավանդ առաջնային շուկայում, սակայն մենք ունենք հզոր խթանող
գործիք եկամտային հարցի վերադարձման գործիքը, երբ որ առաջնային շուկայում հնարավորություն է տրվում Հայաստանի քաղաքացիներին ձեռք բերել բնակարան եւ դրա հիպոթեկային պայմաններով եւ դրա տոկոսները վճարել իրենց վճարած եկամտային հարկից, որը պահում է արհեստականորեն բարձր է պահում այս պայմանավորությամբ գույքի շուկայում պահանջարկը եւ այդ գնաճը մեծ ազդեցություն չի ունենում պահանջարկի վրա։ Այլ միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքում, երբ որ կանխատեսվում է, որ պետական բյուջեի վրա այդ բեռի ավելացումը հանգեցնելու է նրան, որ պետությունը չի շարունակելու այդ քաղաքականությունը իրականացնել, այսինքն կամաց հրաժարվելու է եկամտային հարկի փոխհատուցումով անշարժ գույքի շուկան խրախուսելուց, այդ ժամանակ մենք կունենանք իրական պատկերը եւ կտեսնենք, թե իրականում ինչքան է անշարժ գույքի շուկայում իրական պահանջարկը եւ ինչքանով են տնային տնտեսությունները եւ սովորական մարդիկ պատրաստ իրենց համար ձեռք բերել բնակարան եւ դրա դիմաց վճարել նաեւ ամբողջ տոկոսները եւ ամբողջ պարտավորությունը իրենք կրեն։ Այսինքն այս պայմանությամբ անշարժ գույքի շուկայում, մանավանդ առաջնային շուկայում որոշակի ակտիվությունը նաեւ պայմանավորված է հենց այդ օրենքի գործողությունով, որը երկարաժամկետ բնույթ չի կարող կրել։ Անշարժ գույքի շուկայում դարձյալ կադաստրի կոմիտեի տվյալներով պակասել են ինչպես առուվաճառքները, այնպես էլ վարձակալությունները։ Այսպես, առուվաճառքի գործարքները այս տարվա հունվար-մարտին թվային լեզվով կազմել է 11049։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 1000-ով կամ 8.3%-ով, սակայն 2020-ի 4-րդ եռամսյակի համեմատ որոշակի աշխուժություն է գրանցվել, առուվաճառքի գործարքներն ավելացել են 1.6%-ով, որը պայմանավորված է մի քանի մարզերում առուվաճառքի գործարքների ավելացմամբ։ Լոռին դիտարկվում է արդյոք այս շարքում։ Մեր լրագրողը հանդիպել եւ խոսել է Վանաձորում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրենի հետ։ Առաջարկում եմ լսել փոդքասթը։ Արմեն Ամիրբեկյան, անշարժ գույքի տարբեր գործառույթներով եմ զբաղվում։ Ցավոք սրտի այդ ոլորտը բիզնեսի ոչ բարեխիղճ միջնորդներ շատ են եղել ու այս մեր ժողովրդի մոտ կա անվստահություն այս գործունեությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ, որովհետև կազմակերպություններ ցավոք սրտի այդքան չունենք։ Օրինակ անդաշտում երևի մի 2 կամ 3 որ գործում են շուկայում։ Գործարքները ընդհանրապես անշարժ գույքի հետ կապված գործարքները բավականին բարդություններ ունեն։ Շատ նրբություններ կա, որ մարդիկ եթե իհարկե առնչվեն մեզ հետ շատ բանից կիմանան ու քիչ կսխալվեն։ Իսկ այս ոլորտում սխալվելը ֆինանսական շատ լուրջ խնդիրների առաջակա մնացել։ Խոսքով տեղեկացված լինելու համար խորհուրդ կտամ դիմեն գործակալությունների, նորմալ գործակալությունները միջնորդավճարը մի 2% միջնորդավճարը դա այդքան մեծ գումար չի գործարքը ապահովագրելու համար։ Հիմա ժամանակները փոխվել են, կան ինտերնետ ռեսուրսներ, գնորդը ու վաճառողը իրար անմիջապես գտնում են ու քչերն են դիմում մասնագիտական կառույցներին, գործակալություններին իրանց գործարքները կատարելու համար։ Դա այդ պատճառով բավականին քչացել է, բայց գործարքների քանակը դրան չի պակասել։ Գործարքները շուկան նենց է, որ դեմա ակտիվա նմա շուկան, դեմա պասիվա նմա, եթե ընդունենք վերջի մի քանի տարին երկիրը ցնցումների միջով անցավ, կարծես թե, բայց անշարժ գույքի շուկայում կոնկրետ մեր մարզը, մեր Վանաձորը վերջի 3 տարվա մեջ Վանաձորի շուկայում անշարժ գույքի գների որոշակի աճ է։ Ոչ բոլոր գույքերին է, հիմնականում բնակարանային շուկան ակտիվացել է, մի քանի գործոններ կա դրա վրա ազդող, հիպոթեկային շուկան շատ ակտիվացել է, որը շատ լավ է, այսինքն գումար է մտնում շուկա։ Մեր մոտ եթե 10%-ից ավել է արժեք գներերի գնաճ եղել, մինչև 15%, տեղեր կա 20%, Երևանում ես ինչքան գիտեմ, այս ընթացքը մի 5%։ Մինչև 18 թիվը մեզ մոտ ելնում էր շատ դինամիկ, կայուն իջեցումներ գների գնում։ Սկսած 14 թվականից, երևի թե հիպոթեկային շուկան սկսեց շատ ակտիվանալ 16-17 թվից, որը երևաց 18-ին։ Պակասեց ընդհանուր առմամբ, դե ասում եմ, գործունեության հիմա մեծ մասը, քանի որ դարել է փորձագիտական գործունեությունը, գնահատությունները անշարժ գույքի։ Բանկերը պասիվացան, բնականաբար մեր գործն էլ պասիվացավ։ Այդ մի 2 ամիսը դիմացանք էլի։
Ուրեմն վարձակալության համար դիմողները շատ են ելնում, շատ։ Իսկ վարձով տվողները կարելի ասել չեն։ Դրանք էլ մեկ-մեկի հետ կապված հանգամանք է։ Ստվերը կա ու այդ ստվերը պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր մոտ վարձակալության գները ցածր է, արժեքները ցածր։ Հələ բերեք մի բան պատկերացնենք։ Մի հատ վարձակալական օրինական ձևակերպման ծախսերը, ինչքան գիտեմ 50-ից 60,000 դրամ։ Մարդիկ կան բնակարանը 10-15-20 հազար դրամով վարձով են տալիս։ Հիմա ինչքան է տրամաբանական, որ այդ մարդը 2-3 ամսվա վարձ ծախսի, որ գնա օրինական ձևակերպում կատարի, կադաստրում ձևակերպի ու ասենք թե մտնի հարկային դաշտ։ Երևանը բավականին արդեն այդ շուկան կայացած այնտեղ անում են, որովհետև դա ապահովագրմել է գործարքը։ Մեզ մոտ քանի որ մեր գները հիմնական վարձակալական գները մինչև 50,000 դրամ է։ Ծայրամասերում շատ ավելի քիչ 5-10,000 դրամով վարձով բնակարաններ են տալիս, դրա ինչ ձևակերպ։ Իրար հետ պայմանավորվում են ու ասենք իր ռիսկը իհարկե ունի, բայց դրանք բոլորը մեր աղքատությունից է գալիս, ցավոք սրտի, մենք աղքատ երկիր ենք, այսինքն բնակֆոնդի համարյա մի 40% այսօր դատարկ։ Ու դրանք չի տրվում վարձով։ Վարձով բնակարանների դեֆիցիտ կա։ Ու էլի եմ ասում, մեկ-մեկի հետ կապված է։ Արժեքը քանի որ գինը ցածր է, հիմա այդ 10,000 դրամով կամ 15,000 դրամով սարքած բնակարանը կարող է այդ մարդը տա կամ համենայն դեպս բնակության ենթակա։ Այդ բնակարանից ինչ կստանա մի տարի հետո։ Այնքան գումար չի աշխատի, որ ինքը այդ բնակարանը նորից նորոգի, նորից ինչ որ վարձով տա։ Գների ցածրությունը չի կայանում շուկա։ Բայց էլի եմ ասում, գործարքները շատ պակասել է, որոնք ժամանակին շատ էին դիմում գործակալություններ, հիմա շատ քիչ են դիմում։ Եթե վճարունակ լինի ու զբաղված լինի այդ քաղաքացին, նա չի զլանա 2%, ասենք այդ գույքի ինչ որ առնում է, գնում է 1-ից սենց 3% ունենք տենց, նայած ինչ արժեքի գույք, հա, շարժական է այդ մեր տոկոսադրույքները, չի զլանա, կվճարի։ Ընդհանրապես անշարժ գույքը դա հողն է։ Մնացած բոլորը հողի բարելավումներ են։ Քանի որ մեր մոտ հողի նկատմամբ ցավոք սրտի գենետիկ քիչ անհասկանալի մենք մենք հայրենիքն ու հողը սիրեմ, բայց իրականում նույնիսկ հողի արժեք չենք գնահատում։ Մեր մոտ հողի գները ինչպես աշխարհի չափանիշներով համատած շատ ցածր է։ Շուկան ինքը իրան կարգավորել էր։ Այս քաղաքացիները այսօր շատ լուրջ խնդիր ունեն քաղաքապետարան ու կադաստր հարաբերությունների մեջ։ Մեր մոտ օրենքի դաշտում այնքան բացեր կա այդ հարաբերությունները համայնքի ու կադաստրի։ Այդտեղ շատ լուրջ պետական կառույցները երբ դի աշխատեն, կարողանան գոնե քաղաքացուն չվազացնեն։ Լավ, այդ հարցերը կարան էլի համայնքապետարանն ու կադաստրը իրար հետ այսօր այնքան հնարավորություններ կա։ Անշարժ գույքի շուկան շատ զգայուն է։ Ինքս հիմա կայուն հանգիստ վիճակ։ Էլի եմ ասում, ես էլ եմ զարմանում, որ այս թողուբոյի մեջ մեզ մոտ ես այնքան անկումներ եմ տեսել անշարժ գույքի գների։ Ժամանակին գործարքներ եմ արել 2 ինքնաթիռի տոմսով մարդիկ բնակարան են տվել։ $400 բնակարաններ էին վաճառում Վանաձորում։ Հետո այդ գները եկավ հարցացավ 2008 թվականներին շատ բարձրացավ։ Հետո նորից իջավ։ Էդ էլ է նորմալ։ Այս մեր տիպի երկրների համար այդ տատանումները պետք է լինի, որ կա ինչ-որ մի կայունացման փուլ։ Հիմա որոշակի կայունացման փուլ ալնելու։ Ես հույս ունեմ, որ երկիրը գոնե խաղաղ կլինի միաժամանակ։ Խաղաղությունը իր հետ կբերի տնտեսական գոնե հանգստություն։ Կա ամեն դեպքում ոնց նայեմ, ես շինարարություն գնում եմ, մարդիկ շարժվում են, մարդիկ տեղում չեն մնում։ Ռիսկ են անում երևի, բայց դե տեղներում չեն մնում։ Մեր դիտակետում է հետ համաճարակային եւ հետ պատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Հարցազրույցներ։ Այստեղից արձագանք չլինի։ Լսեք, ոչ թե չլինի, քննարկումներ։ այլ պետք չի sense դնել ու խոշորացույցով այդ ամեն ինչին նայել։ Մասնագետի կարծիքներ, հասարակության շրջանում հարցախույզեր։ Ոչ մի անգամ կաթի արժեք։ Այս ամենը Միգ Մարզային ռադիոկայանի եթերում։
Հիշեցնեմ, Միգ մարզային ռադիոյի եթերում տնտեսագետ Հրայր Պապոյանի եւ շուկայագետ Աննա Նազարյանի հետ խոսում ենք անշարժ գույքի շուկայի եւ բնակարանների վարձակալությանն առնչվող հարցերի մասին։ Հարցազրույցի ընթացքում բազմաթիվ հարցերի հետ շոշափվեց նաեւ կառավարության կողմից ներդրված ծրագրերից մեկի՝ հիփոթեկի մասին խոսակցությունը։ Հիփոթեկային եւ կառավարության կողմից ներդրված ծրագրերը ինչ ազդեցություն ունեցան հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա եւ այդ ստեղծված պատկերը կարելի է արդյոք տեղայնացնել Լոռու մարզում։ Բնականաբար իհարկե ինչպես արդեն նշեցի, անմասն չենք մնացել, COVID-ը իր վերը կատարեց միանշանակ, ես կասեի նույնիսկ ավելի ոչ այնքան COVID-ը, ինչքան պատերազմը, բայց ոնց որ թե վերականգնում ենք, այստեղ եթե ծվերով խոսեմ, ապա նշեմ, որ մայիս ամսին Հայաստանի Հանրապետություն գրանցել ենք 410 հիփոթեկային գործարք։ Եթե հենց Լոռին տարանջանտենք, 22 գործարք են գրանցել, իսկ Երևանում 253 հիփոթեկային գործարք։ Գիտեք ոնց բարբերաբար արդեն իսկ այդ շարժը կա։ Ոնց որ քիչ-քիչ փորձում ենք վերականգնել մեր նախկին դիրքերին, այսպես ասած։ Կարծում եմ պիտի որ լավ լինի, քանի որ պետության կողմից ինչպես նշեցի, մի շարք ծրագրեր կա, աջակցում են եւ ամենակարևորը եկամտարկի ծրագիրը դեռևս կա, գործում է, դա եւս նպաստավոր է։ Այ նախկին դիրք ասելով նկատի ունենք հատկապես որ ժամանակաշրջան։ Մասնավորապես ուզում եմ նշել լավագույն այսպես մեր պիկը, որ եթե չլիներ COVID եւ պատերազմ, միանշանակ ես ինքս որպես վերլուծաբան եմ, ես նախատեսել եմ որ պիտի 20 թվականի մարտ ամսին մենք ահռելի մեծ քանակությամբ գործարք էինք գրանցել։ Եթե COVID-ը եւ պատերազմը չլիներ, միանշանակ շատ ակտիվություն էինք տեսնել շուկայում։ Եվ 19-20 թվականները կարելի առանձնացնել որպես լավագույնս տարիներ մեր շուկայի համար։ Կարծում եմ պիտի որ վերադառնանք այդ իմացած նախկին դիրքերը, դա պետք է լինի։ Պարոն Պապոյան, կառավարության կողմից ներդրվող տարբեր ծրագրերի հետ կապված արդյունքներ ինչ ժամկետներում կարելի է ակնկալել։ Իշտաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով նրանք իրենց ազդեցությունը ցույց կտան, աստիճանամկետ կտրվածքում բացառված է եւ դրանք հիմնականում հարկային խթանող գործիքներ են, այսինքն հարկային քաղաքականության, դրամավարկային քաղաքականության գործիքներ են, որոնք երկարաժամկետ կտրվածքում են իրենց արդյունքը տալիս։ Այսինքն անշարժ գույքի շուկայում իրականացվող քայլերը պետության եւ պետական քաղաքականության կողմից իրականացվող քայլերը իրենց արդյունքը տալիս են մոտավորապես 3-4-5 տարի սպասումից հետո, քանի որ առաջի մի քանի ժամանակներ տնտեսավարողները հաշվարկներ են իրականացնում, ապա նոր պայմանավորվածություններ, պլանավորում եւ այլն։ Անշարժ գույքի շուկայում առաջարկը կամ առաջարկի ավելացումը ինքը նվազագույնը 2-3 տարվա կտրվածքով մենք պետք է դիտարկենք, քանի որ պետության կողմից ստեղծված ազդակը մինչև հասնել տնտեսական սուբյեկտներին, նրանք որոշում են ավելացնել առաջարկը, պատկերացնում ենք, չէ, առաջարկը ոնց ավելանան։ Նրանք պետք է ձեռք բերեն հողատարածք, ինչ-որ շինարարական թույլտվություններ ստանան, շինարարություն սկսեն իրականացնել եւ այդ որոշումների միայն որոշումների կայացման գործընթացը տևելու է տարուց ավել։ Իսկ այս շինարարության process իրականացնելը, շինարարությունը եւ կոնկրետ արդեն անշարժ գույքի շուկայում առաջարկ առաջացնելը արդեն մի քանի տարվա խնդիր է։ Եկամտային հարկի վերադարձման մասին կառավարության այս ծրագիրը, եթե չեմ սխալվում, շրջանառության մեջ է մտել 2014-15 թվականին։ Սակայն նոր է թափահարվում եւ նոր է այս վերջի մի քանի 2-3 տարին է, որ էական ազդեցություն է ունենում անշարժ գույքի շուկայի վրա։ Մինչև այդ ինքը 2016, 15, 17 թվականներին էական ազդեցություն չուներ անշարժ գույքի շուկայի, քանի որ ոչ գնորդներն էին պլանավորել լրացուցիչ անշարժ գույք գնելու, ոչ էլ վաճառողներն էին պատրաստ ներկայացնել։ Այսինքն սա ի տարբերություն անշարժ գույքը դա այնպիսի ունիկալ ապրանքներից է, որոնք չեն ներմուծվում, այսինքն իրանք պետք է տեղում պատրաստվեն, հիմնական շինարարությունը տևում է տարիներ եւ այն, այսինքն այստեղ առաջարկը եւ որոշում ընդունելը առաջարկ եւ այն ինքը որոշակի ժամանակային միջանցք է պահանջում, որը մի քանի տարվա կտրվածքով է։ Այսինքն եթե այսօր կառավարությունը ու ասեմ ձեզ հիմնականում դրական է, բացասականը ինքը շատ արագ կարող է տեղի ունենալ, օրինակ եթե կառավարությունը որոշում կայացնի հրաժարվել եկամտային հարկի փոխհատուցման քաղաքականությունից, շատ արագ տնտեսվարողները որոշում կայացնեն օրինակ
հետաձգել իրենց գնումները, եւ այն շատ արագ տեղի կունենա շուկայում փլուզում կամ ինչ-որ ճգնաժամ։ Իսկ այդ դրական ազդակները իրենք բավականաչափ երկար ժամանակ է պետք, որ տնտեսվարողները, գործարարները կարողանան դրան պատրաստվել եւ դրան համարժեք գործողություններ իրականացնել։ Այսինքն այստեղ այդ հակասությունը կա, դե բացասական հետևանքները, բաց սպասումները եւ այն շատ արագ են անդրադառնում անշարժույթ շուկայի վրա։ Հիշեք եւ 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական բուն իմաստը կայանում էր այս անշարժույթի շուկայում, հիպոթեկային շուկայում ստեղծված ուղղճացված հիպոթեկային շուկայի հիմնարանը եւ ամիսների ընթացքում ուղղակի փլուզվեց այդ շուկան ամբողջ աշխարհում, նույնիսկ Հայաստան շատ լուրջ ազդեցություն ունեցավ, իսկ այդ վերականգնումը, ինչպես նաև նոր քաղաքական նոր քայլեր, դրա համար բավականին երկար ժամանակ է պետք։ Տնտեսագիտական գնահատականներով մոտավորապես 3-4 տարի, մինչև որ ընդունած որոշման վերաբերյալ նախնական արդյունքները բաց կլինեն։ Շատ լավ, պարոն Պապայան, դուք խոսեցիք դրական եւ բացասական տենդենսների մասին, կարելի է ընդհանրապես դա տարալուծել նաեւ գնաճի եւ հետագայում նաեւ գների անկման հետ։ Օրինակ, գնաճի դեպքում ցանկացած ոլորտում, երբ մենք գրանցում ենք գնաճ, դա մեծ արագությամբ է տեղի ունենում, բայց հետագայում, երբ շուկան սկսում է որոշակի կարգավորվել, որոշակիորեն գների անկումը շատ ավելի դանդաղ եւ գրեթե նախկին մակարդակին չի հասնում։ Ձեր այդ բոլոր դիտարկումները կարելի է տարածել նաեւ այս գնաճ եւ գնանկում իրավիճակի վրա։ Իրականում գնաճը եւ գնանկումը իրենք կարող են նույն արագությամբ տեղի ունենալ։ Ուղղակի մենք որպես սպառողներ ավելի դրական ենք վերաբերում գնանկմանը եւ ավելի շատ չենք նկատում գնանկումը, քան նկատում ենք գնաճը։ Ես այսպես մի հատ հոգեբանական տեստ կա, համաձայն որի փորձ կա, համաձայն որի մեր գնաճը ինքը մեր համար բերում է լրացուցիչ դրամական ծախսեր կամ վնաս, այսպես կոչված, եւ դրա ուրեմն 1 դրամ մեր կրած վնասը հավասար է նրա բերած բացական հետևանքը հավասար է 2 դրամ օգուտի բերած դրական հետևանքին։ Այսինքն սա նշանակում է, որ գնաճը մեր վրա 2 անգամ ավելի ծանր ազդեցություն է ունենում, քան գնանկումը ավելի դրական։ Դրա համար մենք ավելի շատ նկատում ենք գնանկումը, գնաճն ենք նկատում, ավելի արագ ենք մենք որպես սպառողներ դրան արձագանքում, քան գնանկմանը։ Իսկ իրականում գնաճ եւ գնանկումը մանավանդ մեծ համաշխարհային շուկայի ապրանքների հետ կապված, իրենք կարող են տեղի ունենալ արագ, կարող են տեղի ունենալ դանդաղ, կարող են կապված լինել ֆունդամենտալ հարցերի հետ, որոնք օրինակ հետկովիդյան շրջանում պարզ էր, որ ամբողջ աշխարհում պետք է բարձրանան վառելիքի գները եւ վառելիքի գները ունեն մի ուղղություն դեպի աճ։ Դա կարճաժամկետ տարածքով կարող է ունենալ ինչ-որ որոշակի նվազումներ, սեզոնայնության հետ կապված, իրեն այլ պայմաններ, բայց երկարաժամկետ կտրվածքով, եթե համաշխարհային տնտեսությունը աճում է, եթե տնտեսությունը վերականգնվում է, տրանսպորտը աշխատում է եւ այլն, վառելիքի գները պետք է անպայման աճեն։ Դա կապված է նաեւ բոլոր ապրանքների եւ ծառայությունների։ Եթե տնտեսությունում կա տնտեսական աճ, եթե տնտեսությունը աշխուժանում է, դա անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի։ Դրա համար միշտ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու նաև պլանավորում են դրամական զանգվածի առաջանցիկ աճը տնտեսական աճի համեմատ պլանավորելով, որ պետք է որոշակի ծավալով նաև գնաճ լինի եւ այդ գնաճը պետք է դա ստացվի։ Իսկ ինչ մնում է անշարժույթի շուկայում, անշարժույթի շուկայում Հայաստան շատ սպეციფიկ դեր ունի, տեղ ունի, մեր մոտ անշարժույթի արկ ու վաճառքի գները շատ դեպքերում կախված չեն դրա առաջարկից եւ պահանջարկից։ Օրինակ, Վանաձոր քաղաքում, որը ունի 200,000 բնակիչների համար նախատեսված ենթակառուցվածք, փաստացի բնակվում են 80-85, չգիտեմ, տարբեր գնահատականներով 90,000 մարդ։ Դա նշանակում է Վանաձոր քաղաքում 200,000-անոց ենթակառուցվածքներով մենք բնակեցված ենք 90,000 մարդկանցով։ Դա նշանակում է Վանաձոր քաղաքում չի կարող լինել անշարժույթի պակաս։ Այսինքն դեֆիցիտ անշարժույթի Վանաձորում չի կարող լինել, որը կհանգեցնի նրան, որ նոր շինարարություն սկսվի։ Օրինակ անշարժույթի գները եւ նոր շինարարությունը կախված են իրար հետ հետեւյալ կերպ, նոր երբ որ անշարժույթի գները բարձրանում են ավելին, քան նրա շինարարության ինքնարժեքն է, սկսվում է շուկայում նոր շինարարություն։ Մինչև այդ պահը շուկայում շինարարություն չի իրականացվում։ Օրինակ Վանաձոր քաղաքում
փորձ արվեց 2 նոր բազմաբնական շենքեր կառուցվեց։ Իրականում դրական չէր։ Այո, խնդրահարույց էին, քանի որ այդ շենքերի կառուցման ինքնարժեքը ավելի բարձր էր, քան վանաձոր անշարժ գույքի գներն էր։ Այն պահին, երբ որ մեր մոտ անշարժ գույքի գները կբարձրանան, դա կապված կլինի երկու հանգամանքից, կամ մեր բնակչությունը կավելանա, կամ ուղղակի մեր եղած անշարժ գույքը բարոյապես դեպքից կմաշվի դուրս կգա շրջանառությունից։ Ես այդ պայմաններում կամ կկրճատվի անշարժ գույքը, կամ կավելանա դրա պահանջարկը, այդ պայմաններում առաջնային շուկա կձևավորվի, նոր կզարգանա, նոր շինարարություն կլինի եւ մենք ավելի կայուն գնային համակարգ կտեղափոխվենք, որտեղ գինը անշարժ գույքի կախված է ոչ միայն նրա առաջարկից եւ պահանջարկից, այլ կախված է նրա վրա կատարվող ծախսերից։ Այս պայմաններությամբ մարզային շուկաներում անշարժ գույքի գինը կախված է միայն նրա վրա առաջարկից եւ պահանջարկից։ Այսինքն թե այս գույքի ինքնարժեքը կամ դրա ստեղծման վրա կատարած ծախսերը ինչքան եղեն, այդքան էլ մեծ ազդեցություն չունի կոնկրետ բնակարանների հետ կապված։ Որովհետև հիմնականում բնակարանները վաճառվում են օրինակ 3, 4, 5 կամ 10 միլիոն դրամով, որը հաստատ շատ հեռու է նրանց կառուցման ինքնարժեքից։ Անշարժ գույքի բոլոր տեսակի գործարքները արտացոլվում են կադաստրում։ Այնուամենայնիվ ստվեր կա այստեղ, հատկապես վարձակալության առումով։ Պատճառներից մեկը լսեցինք հարցազրույցի ընթացքում, որոնք են դրա հիմնական պատճառները ձեր տեսանկյունից Տիկին Նազարյան։ Բնականների վարձակալությունը շատ ավելին է, քան մեզ մոտ գրանցում են, որովհետև նախ առաջինը այստեղ ունենք մենտալիտետի խնդիր, մենք չենք սիրում նախ ինչի ավել վճարել, չէ, եթե կարելի է դանել անվճար, դա ներքին ձևով ինչ-որ պայմանագիր են կնքում, ավելի շուտ մեր մոտ այդպես է ընդունված, սակայն սա այստեղ էլ ուզում եմ ավելացնել, որ վերջին 2 տարում տենդենսը այստեղ էլ է փոխվել, ահագին աճել է։ Այսինքն եթե ուզում ենք իմանալ բնակարանի վարձակալության հստակ թիվ, մեր թվերը չեն կարող լինել կողմնորոշիչ, քանի որ քիչ են գրանցում։ Դա ավելի շուտ այստեղ մեզ կօգնեն առանձին մասնավոր ոնց որ ելտարական կամ չգիտեմ, բրոկերային ոնց որ օֆիսները, մասնավոր սեկտորը ավելի ճիշտ կարող ասել, քանի որ հիմնականում իրենք են հանդիսանում, չէ, վարձակալի եւ վարձատուի միջև միջնորդ։ Իսկ մենք մեզ մոտ բացառիկ դեպքերում են, այսպես ասեմ, իրենց ապահովագրելու համար են գրանցում, որը նորից ուզում եմ ապայման նշեմ, որ մոտակա այս 2 տարին բավականին աճել է։ Անցած տարիներում մոտ 5 տարի առաջ գրեթե չունեինք վարձակալության գործակ, այն էլ բնակարանի։ Իրականում, եթե ուսումնասիրում ենք շուկան եւ հենց բնակարանների վարձակալությունը, բավականին լուրջ տարբերություն կա Երևանի եւ հենց Լոռու մարզի, որովհետեւ Երևանում շատ ավելի հեշտ է իրականում այդ գործակալությունների միջոցով եւ գրանցված վարձակալություններից օգտվել։ Իսկ Վանաձորում հիմնականում դրա պատճառները այդ բրոկերային ընկերությունները նշում են հենց բնակարանների վարձակալության ցածր գները եւ մարդկանց ոչ վճարում Այո, ոչ միջնորդաբճար չեն ուզում տալ, հետո բացի այդ չեն ուզում կադաստրում գրանցել զուտ, որ ավել գումար չվճարելու համար, որը եւս հասկանալի է։ Եվ որպես տրամաբանական շարունակություն, պարոն Պապոյան, անշարժ գույքի շուկայում առկա ստվերը ինչ տնտեսական պատճառներ ունի։ Անշարժ գույքի գրանցումը, գործարքի գրանցումը իրենից ենթադրում է որոշակի հարկային եւ տրանզակցիոն ծախսեր։ Այսինքն եթե մենք մեր անշարժ գույքի հետ կապված վարձակալության գործարքները գրանցում ենք, մենք ստանում ենք վարձակալությունից եկամուտ, որը հավասար է մեր ամբողջ եկամուտի 10%-ին։ Եվ այս դեպքում, այսինքն, եթե մենք անշարժ գույքի վարձակալության գործարք գրանցում ենք կադաստրում, տարեվերջին մենք պետք է ներկայացնենք եկամուտների հայտարարագիր, ներկայացնենք, որ մենք ստացել ենք այսքան եկամուտ եւ դրա 10%-ը վճարենք պետությանը։ Այս դեպքում ուղղակի մարդիկ չեն ուզում որոշակի դրացիչակային ծախս տան։ Հաջորդը անշարժ գույքի գրանցումը իրենց ներկայացնում որոշակի տրանզակցիոն կամ փաստաթղթային ծախսեր, դա կադաստրային վկայականի հանումն է, ինչ որ կադաստրային գնահատում եւ այն, որ որոշակի գումար է եւ կոնկրետ անշարժ գույքի հետ կապված ինքը ձեռնտու է դառնում միայն երկարաժամկետ գործարքների դեպքում, շատ դեպքերում բնականային վարձակալությունը տրվում են ոչ երկարաժամկետ, մանավանդ մեր մոտ։ Եվ յուրաքանչյուր գործարքի, եթե պայմանականորեն ենթադրենք, որ յուրաքանչյուր վարձակալության գործարքի ենթադրում է 30,000 դրամ ծախս, տրանզակցիոն, նոտարական ծախս, ինչպես նաև կադաստրում վճարվող այդ ծառայությունների դիմաց
եւ բնակարանը տարեկան կտրվածքով 2 անգամ տրվում է վարձով, նշանակում է որ ամսական կտրվածքով 5000 դրամ այդ բնակարանի վարձակալության ինքը իրենց ներկայացնում է հենց այդ գրանցման ծախսերը, որը շատ դեպքերում տնտեսվարում են, ինչպես նաեւ բնակարանի սեփականները ձեռնտու չէ, նրանք խուսափում են դա։ Եվ հաջորդը նաեւ այդ ծախսն է հարկային, որ չմասկուակ չեն ուզում վերցնել, եւ հաջորդը պատճառը կան մնան, որ մարդիկ ուղղակի երկարաժամկետ հարաբերությունների մեջ չեն մտնում, այսինքն նույն վարձակալությունները կարճաժամկետ են լինում, երկարաժամկետ չեն մտնում եւ հաջորդը նաեւ մշակույթն է, որը արդեն ձևավորվել է, այսինքն եթե միշտ առանց կադաստրում ձևակերպելու եւ այլն այդ ամեն ինչը տեղի ունենում, հիմա էլ է ավանդույթի ուժով շարունակվում է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն բնակարանների վարձակալությանը, այլ նաեւ շատ ծեցում կոմերցիոն անշարժույթի, հողերի, այլ գույքի, հողամասերի եւ այլ հետ կապված, այսինքն ինքը խնդիրը ավելի խորքային է։ Եթե մենք ուսումնասիրենք ուղղակի վարձակալության պայմանագրերը մասնավոր ոլորտում, որոնք գրանցված են կադաստրի պետական կոմիտեում, կտեսնենք, որ նրանք չափազանց չնչին% են կազմում եւ դա իրականում չի հասցվելու շուկայի ստանդարտ ծավալը։ Դա նշանակում է, որ այստեղ լուրջ խնդիր կա եւ պետական քաղաքականության, վերահսկողության, ինչպես նաեւ ինչ-որ մոտիվների կարիք կա, որպեսզի ոլորտը կարգարկեն եւ այս դեպքում միակ վնաս կրող այս հարաբերությունների մեջ դա պետությունն է, քանի որ թաքցվում է հարկող եկամուտ։ Իրականում ես մտածում եի, որ այստեղ մեծ վնաս կրում են նաև վարձակալության տվողները, որովհետև շատ հաճախ նրանց գույքն է փչանում, շատ հաճախ վարձակալը կարող է թողնել գնալ առանց վարձավճար տալու, որովհետև չկա ոչ մի համապատասխան փաստաթուղթ, ոչ մի պայմանագիր, եւ այդ դեպքում վարձակալության տվողը ավելի մեծ կորուստներ է կրում, բայց իրականում ինչպես պետք է գնանք այդ մշակույթը ձևավորելուն, որ եւ կորուստները քիչ լինեն, վտանգները քիչ լինեն եւ իրականում այն որ մարդիկ վճարունակ չեն կարողանան գնալ այդ քայլին նաեւ այդ ծախսերը կադաստրային, նոտարական եւ այլն մենք գանք հասնենք այն նվազագույն մակարդակին, որ դժողները քիչ լինեն։ Կոնկրետ այս դեպքում պետք է պարզեցնել ուղղակի այդ վարչարարությունը, այսինքն այսօր վարձակալություն ձևակերպելու համար պետք է պայմանագիր, պետք է կադաստրում վավերացում, որը պետական որոշակի տուրքեր է ենթադրում ծախսել։ Հաջորդը սրա ամենակարևոր մեխը կայանում է նրանում, որ վարձակալության պայմանագրերի գրանցումը կադաստրում հանգեցնում է հարկային որոշակի բեռի ավելացման։ Այո։ Այսինքն հիմնական խնդիրը դրան այս համակարգիչ կայացած ընդ նա է, որ մարդիկ չեն ուզում ուղղակի վճարել հարկերը։ Այսինքն մարդը բնական վարձակալության է 100,000 դրամով, օրենքով, հարկային օրենսգրքով մարդը պարտավոր է վճարել դրա 10%, որտեղ ինքը դիտարկում է որպես այլ եկամուտ, վարձակալություն եկամուտ եւ իմաստը դրա դիմաց պետք է վճարի։ Մարդը չի ուզում վճարել դրա դիմաց, դրա համար չի գրանցում։ Այո։ Եվ խուսափում է հարկերից։ Եվ առաջանում է ստվեր։ Այո, եւ առաջանում է ստվեր եւ այս դեպքում հնարավոր կորուստները շատ ավելի քիչ են, քան վարձակալություն գրանցման արդյունքում կատարվող ծախսերը։ Այսօր կադաստրի կոմիտեում գործում է վաղուց արդեն գործում է մի պատուհանի սկզբունքը եւ on-line գործարքների գործունեությունը on-line հաղթակ այո Այդա ինչպես անդրադարձավ հենց COVID-ի ժամանակաշրջանում կարող օգնեց դա եւ ինչպես օգնեց շատ կարեւոր էր այդ ներդրումը եւ զարգացնել պետք է իրականում Տեսեք իրականում մեր on-line հաղթակը, որը ստեղծվեց մոտավորապես գործարկը ըստ ինքը արդեն կար ուղղակի վերաթարմացրեցինք, ել ավելի ակտիվացրեց, գործարկվեց 2020 թվականի մարտի 16-ից եւ դա իրականում փրկության օղակ եղավ COVID-ի շրջանում, քանի որ եթե հիշում եք 1 ամիս մոտավորապես ամբողջական լոկդաուն էր, չէ, բոլորս մեկ տներում էինք եւ գրասենյակները բնականաբար փակվեցին, միակ տարբերակը դիմումները տալը on-line հաղթակի միջոցով էր, որը շատ-շատ փրկեց մեզ։ Հետագայում դա դարձավ, այսպես ասեմ, ինչ որ
ձևով նաև մարդկանց համար էլ դասա որպես սովորություն, այսօր այսպես ասեմ, մեզ շատ են զանգ տալիս, սկզբնական փուլում դժվարանում էին օգտվել, բայց հիմա գրեթե զանգեր չենք ստանում, արդեն դա ոնց որ դարձավ սովորական բան մարդկանց համար, սովորեցին եւ մեծամասամբ հնարավորության դեպքում մարդիկ հերթերից խուսափելու այլ բաներից գերադաս on-line հաղթակի միջոցով այսօր կարող են եւ վկայականի տրամադրումը եւ միասնական տեղեկանքը անընդհատ ավելացումը ցանկը այդ հնարավոր դիմումների եւ գործարքների կատարման ավելացումը եւ վերաթարմացումը, այսինքն նույն տեղում մենք էլ չենք դոփում օգնելով հանելով քաղաքացիներին այսպես այդ ձևով տալ դիմումներին ընթացքը։ Պարոն Պապոյան, կոնկրետ այս թեմայի հետ կապված ձեր ակադեմիական ուսումնասիրությունները, վերլուծությունները, եթե փորձեք մեր ռադիոլսողներին հասկանալի եւ մատչելի ասել է թե ոչ մասնագիտական լեզվով ներկայացնել, նաեւ հակիրճ, ինչ կարևոր դիտարկումներ ունեք, որը եւ կամբողջացնի թեման։ Թեման ուսումնասիրում ենք նաեւ ակադեմիական շրջանակներում եւ տարբեր աշխատանքներ ենք իրականացրել եւ գտնում ենք, որ եկամտային հարկի մասին, եկամտային հարկի վերադարձման մասին այդ համապատասխան որոշումը կառավարության ինքը շատ դեպքերում արդարացի չէ, քանի որ դրանից կարողանում են եւ օգտվում են միայն մայրաքաղաքում բնակվող կամ մայրաքաղաքում աշխատող ձեռք բերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Գործնականում, բացի մայրաքաղաքում ու որոշակի դեպքերում նաեւ 1-2 շենքի կատարվածքով Վանաձորում եւ Գյումրիում, այլ համայնքներում այդպիսի շինարարություն չի իրականացվել եւ Վանաձորի բնակիչը այսօր, ինչպես նաեւ այլ գյուղական քաղաքային համայնքների բնակիչները այսօր գործնականում զրկված են այդ արտոնությունից օգտվել։ Ստացվում է այնպես, որ այդ արտոնությունը վերաբերում է միայն մայրաքաղաքում գույք ձեռք բերողներին, որոնք ունեն միջինից բարձր եկամուտ եւ մեծ առումով այդ մասը, ովքեր մեր Հայաստանի քաղաքացիների մասը, ովքեր չեն ուզում վճարել եկամտային հարկ, իսկ դրանք բավականին շատ են, դա օբյեկտիվ վարքագիծ է, նրանք այդ ճանապարհը գտել են, նրանք ուղղակի ձեռք են բերում անշարժ գույք եւ այդ անշարժ գույքի վերակատարող ծախսերը փոխհատուցում են իրենց եկամտային հարկով։ Եվ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ ծավալով մարդիկ, ովքեր ստանում են բարձր եկամուտներ, Հայաստանի Հանրապետությունում նրանց վերադարձնում է իրենց կողմից վճարած եկամտային հարկը, որը որոշակի դեպքերում նաև արդարության կամ արդարացիության զգացումի հետ կապված խնդիր ունի։ Այս դեպքում պետք է որոշակի քաղաքականություն իրականացնել, պետական եւ տարանջատել Երևանում եւ մարզերում աշխատող շուկաները եւ փորձել ստեղծել այնպիսի խթաններ, այսինքն նույն այդ եկամտային հարկի վերադարձման սուբսիդավորման քաղաքականությունը տարբերականացնել վերադարձող տոկոսների մասով եւ այլն, որպեսզի հնարավորություն ստեղծվի եւ ձեռնտու դառնա նաեւ ոչ Երևանում բնակարանաշինությունը։ Անոր այսօր ոչ միայն Երևանում է հնացել գույքը, այլ նաեւ ամբողջ հանրապետությունում այսօր մի քանի տարուց մեր եւ ձեր բոլորի բնակարանները արդեն մոտենում են իրենց շահագործման վերջնաժամկետին, այսինքն այդ բնակարանները կառուցվել են որոշակի ժամանակի համար եւ մենք արդեն սպառում ենք այդ ռեսուրսը։ Ինչպես ցանկացած ապրանք, այնպես էլ անշարժ գույքը ունի շահագործման որոշակի ժամկետ։ Ու հա կա որոշակի ինչ-որ անշարժ գույք, որոնք հարյուրամյակներով կամ դարերով են կանգնում մնում, բայց մեր ոչ մեկի բնակարանները այդպիսի որակով եւ խնամքով հաստատ կառուցված չէ եւ այդ տեխնոլոգիաներով մենք ուղղակի մասսայական շինարարության եղանակներով կառուցված բնակարաններում ենք ապրում, որոնց օգտագործման ժամկետը ֆիզիկական եւ բարոյական աշխատությունը շատ ակնհայտ է եւ կարճ ժամանակ հետո ինքը դառնալու է ռիսկային, վթարային եւ մենք ուղղակի պետք է դրա խնդրի առաջ կանգնենք, որ պետք է փոխարինվի հին անշարժ գույքը նորով։ Ինչպես դառնում է մեգապոլիսներում, մեծ քաղաքներում։ Ես մանավանդ այն, որ մենք գտնում ենք սեյսմիկ գոտում, յուրաքանչյուր տարի մեր ռիսկը բնակարանների վնասման ավելի մեծանում է։ Այսինքն պետք է իրականում մտածել այնպիսի ծրագրեր, այնպիսի գործուն քայլեր, որոնք էական ազդեցություն կունենան անշարժ գույքի թարմացման վրա։ Այսինքն պետք է ստեղծվեն այդ մոտիվները, այդ 4 եղանակները, սոցիալական բնակարանաշինության ծրագրերը, մոտիվացիոն ինչ-որ այլ եղանակներ, որոնք
կստիպեն մարդկանց փոխել իրենց հին բնակարանները նորով։ Երևանում դա շատ հաջողությամբ իրականացվում է, եւ այսօր անշարժ գույքի տեսակարգում բավականին զգալի տեղ են զբաղեցնում նորակառույցները։ Այո, առաջնային շուկան ակտիվ է։ Այո, բացի առաջնային շուկան, նաև 2000 թվականից հետո կառուցված բնակարանների տեսակարգն է բավականին մեծ, որոնք ունեն հուսալիության մեծ աստիճան։ Իսկ մարզերում դա կոնկրետ մեր քաղաքում, եթե չեմ սխալվում, ընդամենը 2 բնակարան շուկա։ Այո, չեք սխալվում, պարոն Պապյան, իսկ ձեր տարբերակով, ինչպես կարող է այդ ամբողջը տարածվել Երևանից դուրս գալ, հա, մայրաքաղաքայինից տարածվել դեպի մարզեր։ Ի վերջո, իսկապես մենք գնում ենք սպառման։ Այո, օրինակ, տարբեր հարկային ռեժիմներ կիրառելով հնարավոր է հարցը լուծել, օրինակ Երևան քաղաքում եւ մարզերում անշարժ գույքի բնակարանաշինությունը տարբեր հարկային ռեժիմներ տեղափոխել է։ Ենթադրենք օրինակ Վանաձոր քաղաքում բնակարանաշինություն, բազմաբնակարան շենքերի շինարարությունը ազատվի ավելացած արժեքի հաշվից։ Այդ ընկերությունները դա նշանակում է ավտոմատ 20% գնի իջեցում եւ նշանակում է որ Երևանում եւ Վանաձորում կառուցվող բնակարանների ինքնարժեքները իրականում իրարից կտարբերվեն 20%-ով։ Սա մեկ քայլ։ Հաջորդ քայլը դա որոշակի սոցիալական բնակարանաշինությունն է, երբ որ պետությունն է որոշակի բնակարաններ կառուցում, օրինակ տարբեր սոցիալական խավերի, խմբերի, ոստիկանների, ասենք զինծառայողների կամ չգիտեմ այլ սոցիալական եւ այլ խմբերի համար, դրանք էլի տեղափոխի մարզեր։ Հաջորդը այդ երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագիրը, բազմազավակ ընտանիքներին աջակցության ծրագիրը եւ այլն մարզերում մեկ այլ հապով իրականացնի։ Օրինակ, եթե երիտասարդ ընտանիքներին սուբսիդիան այսօր մարզերում 6% է, Երևանում 4%, արդեն իրականում պահանջված է, որպեսզի մարզերում դա լինի 0%։ Այսինքն, պատկերացրեք, այլընտրանքը մարդը ուզում է բնակարան բերել Վանաձորում կամ Երևանում, իրականում ինքն ապրում է Վանաձորում, սակայն պայմաններն ավելի լավ են, որ Երևանում ձեռք բերի։ Այս դեպքում այս ասած քայլերի արդյունքում կստացվի Վանաձորում բնակարանը անպայման կլինի 20% ավելի էժան եւ երկրորդը Վանաձորում ինքը 0% հիպոթեկով կվերցնի, այսինքն բավականին տոկոսային ծախս չի ունենա եւ հաջորդը ինքը իր վճարած եկամտային հարկով կարող է նաեւ որոշակի փոխհատուցում իրականացնել, այսինքն այդ իրավարկից որոշակի բացի տոկոսը մայր որոշակի փոխհատուցում իրականացվի, ինչպես նաեւ երրորդ եւ այլ երեխային պետությունը որ տրամադրում է ինչ-որ 1 միլիոն դրամ, 300,000 եւ այլն, այսպեսի դրանց ավելացվի նույն սուբսիդիաները, որոնք մարդիկ կարող են օգտագործել միայն բնակարաններ ձեռբերելու եւ այլն, այսինքն այդ քայլերը բավականին շատ են, այդտեղ բավականին կրեատիվ կարելի է մոտեցումներ ցույց տալ, որոշակի ստեղծագործական մոտեցումներ ցույց տալ եւ ակտիվացնել շուկան նաեւ մարզերում եւ երբ մենք տեսնենք որ ինչ որ քայլերի արդյունքում կառավարության Վանաձորում սկսում են իհայտ գալ նոր շին հրապարակներ, կառուցվել նոր շենքեր, մարդիկ սկսում են արդեն իսկ ձեռք բերել նոր բնակարաններ հների տեղը կամ արդեն նոր վարկավոր նոր երիտասարդ ընտանիքներ կամ բան որ հիմա սովորական շենքերում են բնական գալիս են այդ նորակառույցներին գերադասել, այդ դեպքում մենք կհասկանանք որ սա էլ տեղից շարժվել է եւ պետական քաղաքականությունը իր ազդեցությունը դրական ունենում է։ Թե դա ինչ տեմպերով կլինի, ինչքան ժամանակում կստիպի քաղաքը նորացնել, նորովի դարձնել, գույքի որակը փոխել, հուսալիությունը փոխել, դա արդեն տեմպերից է կախված, բայց այն որ պետք է այս իրավիճակը շտկվի, ստայլը տեղից շարժվի, լուրջ քայլ իրականացվի, դա միանշանակ է, քանի որ մի քանի տարի հետո ու մի տասնյակ տարի հետո մենք իրականում լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, մենք ունենալու ենք մեծ ծավալով մաշված անշարժ գույք, որի տեղը չենք լրացրել, քանի որ չգիտեմ ավելի ավագ տարիքով մեր համակարգացիները կհիշեն, թե ինչ ծավալի շինարարություն է եղել Վանաձորում 1950-ական, 60-ական, 70-ական եւ 80-ական թվականներին։ Բավականին մեծ ծավալով եւ այդ շինարարությունը երևի թե 2000 թվականից հետո կանգնել է կամ որոշակի բնակարանաշինության մասը իրականում կանգնել է վերջի անգամ երկրաշարժից հետ կապված այդ նոր թաղամասերի շինարարությունը։ Եվ դրանից հետո կանգնել եւ արդեն մենք մոտավորապես 20 տարուց ավել է մենք միայն մաշում ենք անշարժ գույքը
միայն մաշնում ենք եւ դրա տեղը ոչինչ չենք դնում, այսինքն ամորտիզացիոն հատկացում կամ հնի տեղը նորը դնելը մենք չենք անում։ Իսկ դա բերելու է նրան, որ մենք բախվելու ենք ժամանակի մի բան, բախվելու ենք մի հատ այնպիսի մեծ վախտի, երբ որ մենք պետքա նորից կառուցենք քաղաքը նոր ձևով, որը շատ արդեն անհնար է լինելու։ Եվ բոլոր մեծ քաղաքները, մեծ ու փոքր քաղաքները այդ խնդրին բախվում են։ Այն քաղաքները, այն տարածքները, պետությունները, որոնք կարողանում են սա լուծել, այսինքն ապահովել բնականոն սերնդափոխություն, իրենց մոտ նորմալ է ստացվում։ Նրանք, ովքեր չեն կարողանում ապահովել բնական սերնդափոխություն, հակառակ process-ն է տեղում, այսինքն քաղաքը դառնում է փոքր քաղաք, հետո ավան, հետո գյուղ։ Վերջին 10 տարիների նույն ամիսներին անշարժ գույքի գործարքների ավելի ցածր ցուցանիշ գրանցվել է միայն 2017 թվականին։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ այսօրվա շուկան պասիվ է ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ 3 տարիների համեմատ։ Եվ ամփոփելով զրույցը, ինչ սպասենք ապագայում անշարժ գույքի շուկայի հետ կապված ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, հարցը ուղղում եմ Տիկին Նազարյանին։ Ճիշտն ասած, հաշվի առնելով մեր ներկայիս իրավիճակը, այս տարի ու կեսը, որը շատ անկախատեսելի էր, ասնավ մոտապես 3 տարի առաջ ոչ մեկս չենք մտածի, որ պիտի դիմակներով շրջենք, չէ, եթե հետ նայենք, հետևաբար շատ այսպես հեռու կանխատեսումներ չեմ անում, բայց համենայն դեպս հաշվի առնելով ներկայիս 6 ամիսն ենք արդեն տարեսկզբից մինչև այսօր բավականին դրական միտում կա, եւ հաշվի առնելով, որ երկրում է որոշակի կայունացում եղավ, եւ COVID-ի հետ կապված թվերը նվազեցին, քաղաքական դաշտում է արդեն նշմարվում են ինչ-որ կայուն բաներ, հետևաբար հույս եմ հայտնում, որ պիտի որ կայունանանք եւ շուկան, ասում վստահ քայլերով գնանք առաջ։ Միգ մարզային ռադիոյի եթերում տնտեսագետ Հրայր Պապոյանի եւ շուկայագետ Աննա Նազարյանի հետ խոսեցինք անշարժ գույքի շուկայի եւ բնակարանների վարձակալությանն առնչվող հարցերի մասին։ Մեր հաջորդ հաղորդումը առողջապահության մասին է, ձեզ հետ է Նարինե Մաթևոսյանը, հետևեք մեզ, կհանդիպենք։ Մեր դիտակետում է հետ համաճարակային եւ հետ պատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Հարցազրույցներ։ Այստեղից ազնագանք չլինի։ Լսեք, ոչ թե չլինի, քննարկումներ։ այլ պետք չի sense դնել ու խոշորացույցով այդ ամեն ինչին նայել։ Մասնագետի կարծիքներ, հասարակության շրջանում հարցախույզեր։ Ոչ մի անգամ կաթի արժեք։ Այս ամենը Միգ մարզային ռադիոկայանի եթերում։